Նորից միաբան ասենք փառք մեր Աստծուն, սիրելի երիտասարդներ, մեր բոլորի սրտերը ուրախ են, որովհետև մենք մեծ սպասելիքով ու հավատով ենք եկել Աստծո տուն եւ գիտենք ու հավատում ենք, որ իրոք ինչպես երգեցինք, Աստված մեծ է, իրա փառքը թող բարձրանա մեր մեջ, ամեն, միաբան ասենք փառք ես Տեր Աստված, Աստծո փառքը մեծ է, սիրելիներ, մանավանդ երբ որ կան երիտասարդներ, ովքեր կարողանում են խոնարհվել, կարողանում են Աստծուն փնտրել եւ կարողանում են Աստծո խոսքերը լսելով միտք առնել եւ պտուղ տալ։ Ես ուզում եմ փոքր-ինչ կիսվենք Տիրոջ օգնությամբ ձեր հետ միասին, սիրելի երիտասարդներ, մի փոքր վերնագիր, այսպես ես սրտից տրվեց, որ հարցադրման նման, էլի, Աստծո տվածը երբ է քոնը դառնում, երբ է Աստծո տվածը դառնում քոնը, քո սեփականությունը և դու ապրում ես Աստծո տվածով, դու կարևորում ես Աստծո տվածը և նա էլ ավելի է քոնը դառնում, դու ավելի ես կապնվում Աստծո տվածի հետ։ Եվ կարծես թե նույն երկու այսպես հարցեր կան, որ էլի նույն հարցի պատասխանն է, որ մեր մեջ պիտի ձևավորի Աստծո հոգին, ինչն է մեզ միավորում եւ հակառակ հարցը ինչը կարող է մեզ իրարից բաժանել։ Սիրելիներ, դուք գիտեք, շատերը գիտեն, եղբայրները իհարկե, ասենք մենք եղբայրն է, մեր Էդգար եղբայրն է Սպիտակի, մենք Տիրոջ կամքով, Տիրոջ տված հնարավորությամբ կարողացանք բավականին երկար ժամանակ այնտեղ շփվել եւ մեր այդ հաղորդակցությունը փառք Աստծու տալիս էր հոգեվոր պտուղներ, որովհետեւ Աստծու կամքով, երբ որ մենք հանդիպեցինք, շատ այսպես բարենպաստ հոգեվոր բեղմնավոր մի իրավիճակ էր ստեղծվել, դա նախ եւ առաջ իմ համար էր մեծ շինություն ու եղբայրներն էլ ասում էին, որ այդ հաղորդակցությունը նաեւ իրանց համար է շինություն, մենք ուրախ ենք միայն դրա համար, երբ որ ես նախանցած օրը խոսում էի Իգրի հետ, ասեցի Իգր ջան, ես Վանաձոր եմ գնալու երիտասարդական, ինչ ունես փոխանցելու երիտասարդներին, մոտ մի ժամի չափ մենք զրուցել ենք իրար հետ, եղբայրը Մատթեոս 13-ի 12-ը որպես պատգամ ուղարկել է ձեզ, ես փոխանցում եմ այն Տիրոջմով, վասնզի ով որ ունի, անոր պիտի տրվի եւ պիտի ավելնա, փառավորվի նրա անունը, սիրելիներ, եւ իմ սրտին էլ դրվեց մի համարել ես, որպես Տիրոջից առած պատգամ փոխանցեմ ձեզ, Հայտնություն 3:11, ունեցածդ ամուր բռնե, որ մեկը չառնե քո պսակդ։ Սիրելիներ, իրոք վերադառնանք հարցադրմանը, վերադառնանք այդ կարևոր մտքին, թե Աստծո տվածը երբ է քոնը դառնում։ Սերմնացանի առակի մեջ մենք գիտենք, չէ, Աստված տվել էր, Աստված բաշխել էր, տարբեր մարդկանց բաշխել էր, բայց տարբեր մարդիկ չունեցան այդ պարարտ սիրտը, որպեսզի Աստծո տվածը գնահատեին, արժևորեին եւ Աստծո տվածը պտուղ տար իրանց կյանքում։ Հայտնության մեջ մենք կարդում ենք. Նայեք, պսակների հետ կապված, չէ՞, Հայտնության 3:11-ում ասում է. ահա ես շուտով պիտի գամ, ունեցածդ ամուր բռնե, որ մեկը չառնե քո պսակդ։ Քո պսակը, չէ՞։ Արդեն այդ պսակը որոշված է քո համար, ամեն։ Դու կարող ես ասել, որ ես պսակ ունեմ, եւ ուր է այդ պսակը։ Ուր է այդ պսակը։ Տերը արդեն տվել է այդ պսակը։ Տերը տվել է պսակ, բայց պայման կա, չէ՞, պայման կա, ունեցածդ ամուր բռնիր։ Աստված իր տվածը շատ թանկ է գնահատել մեր համար։ Աստված մեկին 5 տվեց, չէ, մեկին 2 մնաց տվեց, մեկին էլ 1 տվեց։ Տարբերությունը որն էր,
այն 5-ը արժեքավոր էին, 2-ը արժեքավոր էին, այն 1-ը արժեք չուներ։ Չուներ արժեք, սիրելի երիտասարդներ։ Դրա համար, ով որ 1-ն էր ստացել, տեսա, որ արժեքավոր չէ, տարավ թաքցրեց։ Ոչ, սիրելիներ, Աստված ամեն մեկից մեր կարողության չափով տալիս է, 1-ին 5, 1-ին 2, 1-ին 1, բայց ով որ Աստծո տվածը կարժևորի, Սերմնացանի առակի մեջ ասում է, չէ, ովքեր որ լսեցին, միտք առան, վերջում ինչ տեղի ունեցավ, պտուղ տվեցին, աղեք հողի մեջ ցանված է։ Իսկ ովքեր որ լսեցին, լսելով լսեցին ու չլսեցին, վերջում ինչ տեղի ունեցավ, չարը եկավ, չէ, եւ այդ սերմը Աստծո տվածը կարողացավ խլել, գողանալ։ Հիմա տեսնում եք, սիրելիներ, ունեցածդ ամուր բռնիր, Աստված տվել է, դա քո ունեցածն է, դա քեզ է տվել, դա քեզ է պատկանում, բայց Տերը ասում է ամուր բռնիր, դա թանկ եմ գնահատել ես քո համար, ես ընդհանրապես քեզ եմ թանկ գնահատել, եւ թանկ եմ գնահատել նաեւ իմ տվածը քո համար, սիրելի զավակս, դու ամուր բռնիր, որ մեկը չառնի քո պսակը, սատանան չգա եւ չխլի եւ չտանի։ Ուրիշ տեղ ասում է, եթե փորձվելով ինչ գտնվեք, ընտիր գտնվեք, կենաց պսակը պիտի առնեք։ Հիմա կենաց պսակը Տերը տվել է, թե նոր պիտի տա, սիրելիներ։ Այնտեղ ասում է, որ քո պսակը մեկը չառնի։ Այստեղ էլ ասում է, որ եթե ընտիր գտնվեք, կենաց պսակը պիտի առնեք։ Աստված տվել է պսակը, դա քոնն է, բայց դու պետք է կարողանաս արթուն մնալ, որ չգողանան։ Դու պետք է կարողանաս թանկ գնահատել, ամենաթանկ տեղում դնել, քո ամենաթանկ ժամանակը, ջանքը, երիտասարդական կյանքը ներդնես, որ Աստծո պսակը, որ տրվել է քեզ, քոնը մնա, քոնը դառնա եւ վերջում դու հանդիսավոր Քրիստոսի ձեռքից առնես այդ պսակը եւ դրվի քո գլխին։ Ամեն։ Թող Տիրոջ անունը փառավորվի, սիրելիներ։ Հիմա գիտեք, սիրելի երիտասարդներ, ես տես Իգրից, Էդգարից օրինակները բերեցի, չէ։ Հիմա պարտադիր չէ, որ մենք բոլորս հայտնվենք օրինակի համար գաղութում, որպեսզի մեր հավատքը փորձվի, մենք էլ վերջում ընտիր գտնվենք։ Աստված տարբեր երիտասարդների այսօր տարբեր ճանապարհներով է տանում։ Նպատակը ո՞րն է, որ դու արժանանաս այդ պսակին, որովհետև այն ինչ որ Տերը տվել է, դու դեռ չես կարող դրա գինը հասկանալ։ Տերը քեզ թանկ բան է տվել, բայց արդյոք դու դրա իրական արժեքն ու գինը հասկանում ես։ Երկերկոցի մեջ ասում է, ով է անիկա, որ իր սիրեկանին կրտնած անապատից կելն է։ Երբ որ դու հայտնվում ես հոգևոր անապատում, դու սկսում ես էլ ավելի կրտնել քո սիրեկանին, էլ ավելի վստահես իրան, էլ ավելի սիրես ու նվիրվես իրան, որովհետև քանի դու անապատի մեջ չէիր, քանի որ դու վշտացած չէիր, ամեն բան լավ էր, հովանավորները կային, մթնոլորտը լավ էր, քեզ սիրում են, հարգում են, կարևորում են քեզ, ամեն ինչ լավ էր, բայց գալիս է ժամանակ, երբ որ Աստված քեզ տանում է փորձության մեջ, որ դու կարողանաս այս անցավոր բաները, ժամանակավոր բաները փոխես հավիտենականի հետ։ Աստված քեզնից խլում է քո զորությունը, քո ուժը, քո գեղեցկությունը, քո երիտասարդությունը, ինչով որ դու այսպես որոշ ժամանակ ուրախանում ես, հպարտանում ես, բայց կենաց պսակը գնալով հեռանում է քեզանից։ Աստված ուզում է քեզ դնել մի իրավիճակի մեջ, որ դու կենաց պսակը առնես։ Թող Տիրոջ անունը փառավորվի, սիրելիներ։ Աստված օգնի, որ մենք Աստծո տվածը թանկ գնահատենք, թանկ պահե նաև այս ժամանակները, որ Աստված այսօր տվեց հնարավորություն, որ մենք գանք, հաղորդակցվենք Տիրոջ ներկայության մեջ եւ Աստծո տվածը արժևորենք։
Մատթեոս 13-ի ես 12-ը հիշեցրեցի, մի փոքր շարունակությունը նայենք եւ գանք աղոթքով Տիրոջ առաջ։ Անոր համար առակներով կխոսի մանոնց, որ կտեսնեն ու չեն տեսներ, եւ կլսեն ու չեն լսեր, եւ միտք չեն առներ։ Հիմա սիրելիներ, Աստված մեր հետ ինչպես է խոսում, առակներով է խոսում։ Ինչ եք կարծում, Աստված մեր հետ պիտի առակներով խոսի։ Աստված առակներով խոսում է նրանց հետ, ովքեր որ տեսնելով տեսնում են ու չեն տեսնում։ Ես որևէ մեկին չեմ մատնանշում, եղբայրս ասեց, ես ամեն եմ ասում, որ այստեղ բոլորի վրա Տիրոջ օրհնությունը կա, Տիրոջ փառքը կա, Տիրոջ շնորհքը կա, բայց սիրելիներ, չի բացառվում, որ լինեն մեր մեջ մարդիկ, այդ թվում նաև ես բնականաբար առաջին հերթին, որ տեսնում եմ, որ խոսում եմ, որ լսում եմ, բայց չեմ կարողանում լիարժեք միտք առնել, թե Տեր, դու այսօր ինչ ես խոսում իմ հետ։ Ինչ ունես ինձ ասելու, Տեր Աստված, ես կարևորում եմ, տեսեք ծոմապահություն է հայտարված, ինչի համար, որ ես էլ ավելի մոտենամ Աստծուն, իրա ոտքերի մոտ ասեմ, Տեր, խնդրում եմ, դու ավելի մոտիկից խոսա իմ հետ, Տեր Աստված, ինչ ունես ինձ ասելու, որտեղ այնքան զանգեր եմ ստանում, այնքան մարդիկ են իմ հետ խոսում, այնքան ինֆորմացիա եմ ստանում, ու այս ամենը խանգարում է ինձ, Տեր, որ ես լսեմ քո խոսքդ, եւ միտք առնեմ, եւ պտուղ բերեմ, եւ այդ պտուղը մնա, որ ինչ որ խնդրեմ հորից, տա ինձ։ Անոնց վրա պիտի կատարվի Եսայի մարգարեությունը, որ կսե լսելով պիտի լսեք ու պիտի չիմանաք, եւ տեսնելով պիտի տեսնեք ու պիտի չտեսնեք։ Վասնզի այս ժողովրդի սիրտը թանձրացավ, եւ իրենց ականջներովը ծանր լսեցին, ու աչքերնին գոցեցին, որպեսի չլա թե աչքերով տեսնեն, ու ականջներով լսեն, եւ սրտով իմանան, եւ դարձի գան, եւ ես զանոնք բժշկեմ։ Հիմա ես ուզում եմ այս 16 խոսքը, որ կարտամ, սա վերաբերվի մեզ ավելի շատ, քան թե նա որ կարտացինք։ Բայց երանի է ձեր աչքերուն, որոնք կտեսնեն, ամեն։ Կարող եմ ասել երանի իմ աչքերին, որ տեսնում են Աստծո փառքը, ամեն։ Դուք տեսնում եք, սիրելի երիտասարդներ, Աստծո փառքը, Աստծո կամքը ձեր կյանքում, Աստծո տվածը կարողանում ենք մենք տեսնել, արժևորել եւ ուզենամ, որ Աստծո տվածը իմը դառնա ի վերջո։ Եվ ձեր ականջներուն, որոնք կլսեն, քանզի ճշմարիտ կսեմ ձեզի, թե շատ մարգարեներ ու արդարներ փափագեցան ձեր տեսածները տեսնել ու չտեսան, եւ ձեր լսածները լսել ու չլսեցին։ Բայց այսօր այս պահին, չէ, կատարվեցավ Աստծո խոսքը, որ մեր աչքերը տեսնում են, մեր ականջները լսում են, եւ մենք սրտով իմանում ենք։ Եվ Ղուկաս ավետարանի մեջ Մարիամը մարգարեացավ, չէ, ինչ մարգարեացավ։ Ղուկաս ավետարանի 2:30-ում ասում է. «Վասնզի իմ աչքերս», սա բանը ասեց, Սիմեոն ծերունին ասեց, հետո Մարիամի խոսքին է կգանք, ասում է. «Վասնզի իմ աչքերս տեսան քու փրկությունդ», իմ աչքերս տեսան քու փրկությունդ, ամեն, որ բոլոր ժողովուրդներուն առջև պատրաստեցիր, լույսը հեթանոսները լուսավորելու եւ փառք քու Իսրայել ժողովրդին։ Իսկ Մարիամը ասեց 49 խոսքից առաջի գլխի, Ղուկաս ավետարանի 1:49-ից ասում է. «Վասնզի հզորը ինձի մեծամեծ բաներ հրավ, եւ անոր անունը սուրբ է, եւ անոր ողորմությունը իր մե վախեցողներու վրա է, ազգե ազգ, ամեն»։ Այս վերջում այսպես շատ հոգսերով ծանրացած էի, շատ այսպես մտահոգություններ կային, մտածմունքներ կային, շատ բաներով այսպես ծանրացած, պառկել էի քնելու եւ մտածում էի, ես հարցը ոնց պիտի լինի, այն մյուսը ոնց պիտի լինի, ես ոնց պիտի անեմ այս բաները, եւ մտահոգված էի, Սուրբ Հոգին այցելեց։ Եվ այսպիսի հզոր միտք եղավ, որ ես քո Աստվածն եմ,
Ես քո հզոր հայրն եմ, ես ամենակարող եմ, ու ես հիշեցի ես Մարիամի մարգարեական խոսքը, որ ասում է հզորը ինձ մեծամեծ բաներ արավ եւ անոր անունը Սուրբ է։ Սիրելիներ, սիրելի երիտասարդներ, միք մնացեք ձեր խորհուրդների, ձեր մարդկային այդպես մտահոգությունների հետ միայնակ։ Մի մտածեք այդ ուղղությամբ, Աստված ավելին կարող է անել, հզորը քո կյանքում էլ, եթե Մարիամի կյանքում է արել, եթե Սիմեոնի աչքերը տեսել են Իսրայելի փրկությունը, եւ եթե Տերը երանելի է ասել քեզ, որ քո աչքերը տեսել են, ականջները լսել են, դու այսօր էլ նույն երանելին ես, որ լսում ես, որ տեսնում ես, որ միտք ես առնում եւ արդյունքը պիտի լինի այն, որ դու շատ պտղաբեր հավատացյալ պիտի լինես եւ Տերը կգա քո այգի եւ քեզնից բարեպտուղ ձիթենին կքաղի եւ այդ պտուղով կուրախանաս դու Տիրոջ հետ եւ Տերը քեզանով ամեն։ Կանգնենք աղոթքով Տիրոջ առաջ